Այսինքն այդ արժենիստը եղել է բացնիստ, մամուլել ագրել, ազգենժողովը, դա ինչի է հրապարակել, իմաստը։ Ինքը սրանից փորձել է ճակերտներով մի քանի անգամ օգտվի եւ իր մանիպուլյացիաների մեջ այս հատվածը, այսինքն երկու падգամավորների հարցերը եւ նախագահի պատասխանները, ինքը շահարկել է հնարավոր բոլոր եղանակներով։ Հիշեցնեմ դες հիմնական թեզերը որներ, որ ինքը նախագահ Սարգսյանը ասել է, որ բանակցությունները մտել են փակուղի։ Ինքը նախագահ Սարգսյանն է ասել, որ բանակցային այսօրվա գործընթացը ոչ մի արդյունքի չի բերում։ Այսինքն ինչի եք ինձ մեղադրում ինչ-որ բանի մեջ, երբ որ ինձնից առաջ ամեն ինչը մտած էր փակուղի։ Այս իր թեզն է, որը բազմիցս սա օգտագործել է։ Հիմա ես չգիտեմ ինչին անդրադառնամ։ Այսինքն, եթե մարդը չունի պատկերացում կամ իբրև թե չունի պատկերացում, որտեղ էս էլ խնդիր չի, բան չի էլի, որ չունի պատկերացում, որ բանակցային գործընթացը իր ժամանակի ընթացքում անընդհատ ունենում է ինտենսիվ փուլեր, անընդհատ ունենում է պայմանական ասած փակուղիներ, եւ այդ հզորները այս աշխարհի 3-ին, որ ինձ նշում ենք, իրաց ջանքը գործադրում են այդ փակուղից դուրս բերելու համար։ Եվ տենց բան եղել է այս ոչ բանակցային պատմության մեջ բազմաթիվ անգամ։ Հետևաբար այդ պահին Սերժ Սարգսյանը արձանագրում է այն վիճակը, որը կա բանակցային սեղանին։ Իդեպ այդ արձանագրումը ախրեսել կամ հասկանում են կամ չեն հասկանում կամ ձև են անում, որ չեն հասկանում։ Սերժ Սարգսյանի խոսքը ուղերձ է նաև իր ողջ էության մեջ միջազգային գործընկերներին այդ թվում։ Իսկ այս ուղերձը, եթե փորձենք հիմա բառացի խոսքից կոպիտ ասած այդ դիվանագիտական շղարշը դուրս բերենք, իմաստը կանում է հետևյալում։ Ադրբեջանը մաքսիմալիստական առաջարկներ է մտցնում, մաքսիմալիստական, ուրեմն մոտեցում է ցուցաբերում, ուզում են, որ բոլորը դիմանաք։ Հայաստանը իր կարմիր գծերից հետքել չի անելու։ Հետևաբար ոչ թե փորձեք այս Ադրբեջանի բերացի վրա նորից գալ մեզանից ակնկալել ինչ-որ լրացուցիչ զիջում, պատրաստակամություն եւ այլն, այլ բացատրեք Ադրբեջանին, որ արդեն կարմիր գիծը կա։ Չի լինի սա այստեղ։ Միջազգային հանրությանները։ Իհարկե, նույն համանախագահ երկրներին կներեք, նույն Ադրբեջանին։ Այսինքն այստեղ ֆիքսենք, որ միշտ Ադրբեջանն է մերժել։ Այսինքն ամբողջ իմաստը նախագահի տված այդ ԱԺ հարցերի եւ պատասխանների ժամանակ ուղերձի եղել է համանախագահներին, Ադրբեջանին եւ միջավայրին տվածը, որ Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի հետ աշխատեք։